Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Դյունիկ Աղաջանյանը։ Տիկին Աղաջանյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Տիկին Աղաջանյան, նախ Իսրայել-Իրան հակամարտության մասին լարվածությունը թեժանում է։ Այս իրավիճակով ինչ կարելի է տարածաշրջանում սպասել եւ ընդհանուր եթե գնահատենք նաեւ այս մի քանի օրը նժարը ում կողմն է, այսպես ասած, ծանրանում։ Մենք տեսնում ենք զինուժի հետ կապված տարբեր գնահատականներ, բայց մեծ հաշվով Իրանը ինչպես դուրս կգա այս հակամարտությունից, որովհետև այդ տվյալ դեպքում մեզ համար կարևոր է մեր տարածաշրջանում ինչ իրավիճակ կստեղծվի։ Ես կասեի ոչ միայն Իրանը, այլև Իսրայելը եւ Արևմուտքը Իսրայելի հետ մեկտեղ, բայց նշեմ, որ այս զարգացումները սպասելի էին եւ ըստ քաղաքական արտահոսած տեղեկությունների եւ տեղ գտած զարգացումների սա նախապատրաստվում էր դեռևս մարտ ամսին, հա, եւ դրան զուգահեռ նախատեսվում էր, որ պիտի տեղի ունենա նաև որոշակի զարգացումներ մեր տարածաշրջանում Իրանին ավելի նեղ եւ ծանր վիճակի մեջ դնելու նպատակով դրա հետևանքն է Հայաստանի մասով առանձին կխոսենք եւ եթե կհիշեք ես ուղղակի մեր լսարանին հիշեցնեմ, որ Միացյալ Նահանգներում անվտանգության խորհրդի քարտուղարից ձերբազատվեցին, հա, եւ ըստ տեղեկությունների նա Նաթանյահուի եւ նրա ռեժիմի հետ այսպես ընդհատակյա բանակցությունների մեջ էր Իրանի դեմ գործողություններ իրականացնելու եւ նաեւ իր մերձավոր արևելքի հարցերով իրենց բանագնաց Ուիթքոֆի եւ Քեթ Քելոգի նաեւ տարբեր արտահայտություններից մենք հասկանում ենք, որ շեշտադրումը արվում էր ուժային լուծումների վրա։ Սակայն Թրամփին բացարձակապես ձեռնտու Թրամփին անձնապես, հա, եւ ենթադրում ադմինիստրացիան որոշակի մարդկանց բացարձակապես ձեռնտու չէ եւս մեկ սուր հակամարտություն, որի անմիջական սլաքները բնականաբար արևմուտք ասելով ուղղվում են Միացյալ Նահանգներին, իսկ Իսրայելի պարագայում ուղիղ ուղղվում են Միացյալ Նահանգներին, սակայն թեև նա բանակցային գործընթացը սկսեց, բայց սկսեց այնպիսի մի դիրքերից, որը բացարձակապես անընդունելի էր, որովհետև ես վստահ եմ, որ լսարանի մեծ մասի համար հասկանալի չէ ինչ պահանջներ էին ներկայացվում Իրանի եւ ինչու է Իրանը հրաժարվում այդ պահանջներից։ Ուրեմն Իրանը մասնակից է միջուկային զենքի չտարածման պայմանագրի եւ նաեւ ատոմային միջազգային կազմակերպության անդամ է։ Դրանից բխող հանձնառություններով այդ կազմակերպության եւ պայմանագրի դրույթները բացարձակապես չեն մերժում որևէ պետության խաղաղ ատոմի զարգացումը։ Խաղաղ ատոմի զարգացումը նշանակում է ատոմային էներգիայի օգտագործում, դրա հետ կապված նաև գիտական հետազոտական աշխատանքների իրացում, այդ թվում նաև առողջապահական եւ այլ նպատակներով, հա թե էներգետիկ, թե առողջապահական եւ դրան ուղղված նաև գիտաֆիզիկայի հետ կապված նաև ուսումնասիրությունների իրացում, որը իր հետ բերում է նաև ուրանի հարստացման որոշակի տոկոսի թույլատվություն։ Այստեղ խնդիրն անում է, որ փաստացիորեն Իրանից ձեռք բերված փաստաթղթերը, որոնք հայտնվել են Իրանի ձեռքում, դրանք բացահայտեցին, որ Իսրայելի միջուկային ծրագիրը, որը իրականացվել բոլորիս համար արդեն գաղտնիք չէ, որ նա միջուկային զենք ունի, դա իրականացվել է նույն Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների անմիջական մասնակցությամբ եւ օժանդակությամբ, ինչը խախտում է հենց այդ երկրների պարտավորությունները նշածս պայմանագրի եւ կազմակերպության դրույթներին։ Այսինքն նրանք իրենցով խախտելով դա ոչ միջուկային պետությանը տվել են եւ տեխնոլոգիան եւ օգնել են նմանատիպ զենք ստեղծել, իսկ իրենց դիրքերից իրենք փորձում են ոչ միայն արգելել ընդհանրապես ուրանի հարստացման հետ կապված որևէ գործողություն, եւ դա պայմաններից մեկը, որ դրված էր Իրանի առջեւ, որը խախտում է թե պայմանագրի, թե կազմակերպության դրույթները, նաև որպես լրացուցիչ պահանջ իրենք ներկայացնում են, որ բալիստիկ հրթիռների արտադրությունը պիտի վերացվի։ Այսինքն ուրանի առջև կապիտուլատիվ պահանջ
պահանջներ են ներկայացվել, որը բնականաբար Իրանը չէր կարող ընդունել, հաշվի առնելով, որ դրան հակընդդեմ։ Այսինքն այդ ամեն ինչը հանգեցրեց Այդ ռազմական ամեն ինչը գործողություններին։ հանգեցրեց նրան, որ Իրանը բնականաբար չէր կարող համաձայնել նման դրույթների, բայց Իրանը գնում էր բանակցային ճանապարհով, փորձելով բացատրել, հասկացնել եւ հնդածս արդեն որոշակի բանակցային միջոցներով որոշակի ֆորմատի գալ, ինչը 15 թվականին հաջողել էր, որը թույլ կտար նրան շարունակել գիտական նպատակներով օգտագործել ուրանը, սակայն եւ էներգետիկ նպատակներով, սակայն դա չհասցնել միջուկային զենքի պահանջների։ Այսինքն մենք շատ լավ գիտենք, որ ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության փորձագետները մշտապես գտնվում են այնտեղ, ուսումնասիրում են, այսինքն նրանց վերահսկողության ներքո է այդ ամենը գտնվում։ Բնականաբար իսրայելական կողմին դա ձեռնտու վարչակարգի մասին է, որովհետև Նեթանյահուն այն արկածախնդրությունը, որ սկսեց Գազայում եւ տապալեց, երկրորդ արկածախնդրությունը իրենք Սիրիայում արեցին եւ այնքան էլ հաջողության չեն հասնում, սակայն այդ ամբողջի համալիր նպատակը Իրանի շուրջ այսպես թշնամական ուղղակի ստեղծումն է եւ բազմավեկտոր հարվածի հնարավորության ստեղծումը։ Բնականաբար Իրանը դա հասկանում է։ Հիմա այս պահին փաստացիորեն, երբ որ իրանական կողմը փոխանցել է, հնչում են հայտարարություններ, որ իրենք արդեն դուրս են գալիս բանակցություններից, այսինքն իրենք արդեն դուրս են եկել բանակցություններից։ Գոնե այս 15-ին անցյալ 3 նախատեսված բանակցային փուլը չի կայացել։ Իսկ սա լրացուցիչ բանակցություններից դուրս չեն եկել։ Մեծացնում, այսինքն այստեղ գնում է լարվածության եւս մեկ աստիճան բարձրացման։ Ես հիմա բացատրեմ, այսինքն համբերատար, որտեղ այս ամբողջը հեշտ մեկ հարթության, մեկ վեկտորի խնդիր չէ։ Հիմա իսրայելական կողմը, Նեթանյահուն մասնավորապես, որը իր իշխանությունը եւ իր անձի ֆիզիկական նաեւ անվտանգություն ապահովելու համար եւ իր այսպես կյանքի առաքելություն հանդիսացող Իրանին ծնկի բերելու այս գաղափարին տուրք տալու շրջանակներում նա ամեն ինչ անում էր, որպեսզի խաթարեր այդ բանակցային գործընթացի ընթացքը, որովհետև իրեն պետք էր ինչ որ մի պատճառ, հա, ինչ որ մի իբրև թե առիթ Իրանի դեմ գործողություններ սկսելու։ Եվ այս պարագայում նրանք օգտագործեցին ատոմային միջազգային կազմակերպության խորհրդի որոշումը, որը իբրև թե նշեց, որ չի կարող ամբողջովին վստահեցնել, որ այդ հարստացումը չի կատարվում, որը բնականաբար քվեարկությունը կայացավ հիմնականում եվրոպական երկրների աջակցությամբ, այսինքն աղվեսը պոչին վկա էր բերել այդ որոշումը կայացնելիս։ Եվ ես ենթադրում եմ, որ նաև Թրամփը ինքը ակնհայտորեն չխոչընդոտեց այս գործողություններին, որտեղ իր ադմինիստրացիայի ներքո գործող երկու թևերը, այսպես ասած բազաները եւ աղավնիները, բազաների կողմից անդադ ճնշում էր գործադրվում, որ պետք է ուժային եւ ճնշման միջոցներով Իրանից հասնել, Իրանից ստանալ բանակցային համաձայնություններ այդ կապիտուլատիվ պայմաններին։ Եվ Թրամփի առաջի գրառումը իմիջիայլոց դրա ամբողջական արտացոլումն էր, հա, որ ես 60 օր ժամկետ էի տվել, այսինքն ինքը իրեն վերապահում է վերջնագրեր եւ վերջնաժամկետներ ներկայացնող գերտերության դիրքում, որ աշխարհում թելադրող, այսինքն աշխարհի ոստիկանի իր կերպարից դուրս չի եկել դեռ, բայց աշխարհը փոխվել է, Իրանը փոխվել է։ Հիմա Իսրայելը օգտվեց այդ հնարավորությունից եւ փաստացիորեն ագրեսիվ հարձակում գործեց Իրանի վրա, փորձելով պատերազմական միջոցներով եւ Նեթանյահուի խոսքերով 2 շաբաթյա ծրագիր են իրենք իրականացնել իրենց հաշվարկներով, որը ենթադրաբար հիմնված է արհեստական բանականության այդ ծրագրերի վրա, իրենք պետք է ուղղակի Իրանին ոչ միայն իր ամբողջ պոտենցիալը լինի դա միջուկային, լիներ դա ռազմական, արտադրական եւ նավթային վերամշակման հնարավորություններ, որը տնտեսական մեծ խնդիրներ կառաջացնի Իրանին, այդ ուրեմն պոտենցիալը ոչնչացնել կամ էական վնաս հասցնել, հենց դրա մասն է նաև խոսում, որը ոչ միայն զինվորականների են թիրախավորել, այո, իրենք միջուկային այդ զենքի, այո, գիտնականների, իրենք ընդհանրապես արտադրական կարողություններ ապահովող ենթակառուցվածքների են թիրախավորում։ Եվ դրանով իրենք նաև իբրև թե այսպես կայծ կտային, որպեսզի ներքին ըմբոստություն եւ ուրեմն անհնազանդություն ստեղծվեր հասարակական դաշտում, ինչը հնարավորություն կտար հեռացնելու ներկայիս իշխանություններին կրոնական առաջնորդի ղեկավարությամբ եւ իրենց դրածո իշխանություններին բերելու
եւ նստեցնելու իրենց մահաճույքներ կատարելու առումով։ Բայց ենթադրում եմ իրենց հաշվարկները շատ սխալներ են ցույց տվել։ Իրենք երկու հետաքրքիր ձեռագիր, որը մենք նաև ուկրաինական դաշտում ենք տեսել եւ մենք տեսել ենք արցախյան դաշտում։ Ուրեմն ներսից, երկրի ներսից հոբ համակարգերի վերացումը, այսինքն ներսում ահաբեկչական բջիջների զետեղում եւ դրա օգտագործում ներսից հարվածների հասցնելը։ Եվ երկրորդը, այսինքն ահաբեկչության եւ իրենց նույն գիտնականներին կամ զինվորականներին բնակելի շենքերում, որտեղ հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք են ապրում, անխտիր բնաջնջումը, ուրեմն ցույց է տալիս իրենց ահաբեկչական բնույթը գործողությունների, հա, եւ երկրորդը, որը իրենք էլի ձեռագրային առումով նույնական է, դա այսպես ասած համալիր ռմբակոծումներն են, հա, անխտիր ռմբակոծումները, որոնք քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքները բացարձակապես անտեսում են, ինչը մենք տեսել ենք Գազայում, այսինքն ամբողջովին գետնին հավասարացնելու այդ սկզբունքը։ Եվ նույնը տեսնում ենք մենք ուկրաինական ճակատում, նույնը մենք տեսել ենք Ադրբեջանի կողմից, երբ որ մեր, ասենք, հիվանդանոցներին ծնդատուն եւ այլ հատվածների էր հարվածում։ Սրա նպատակը ներսում բնակչության մոտ դժգոհություն, ըմբոստություն առաջացնելն է, որը կուղվի սեփական իշխանությունների դեմ։ Հիմա այդ դժգոհության հետ կապված Տիկին Աղաջանյան, տեսակետ կա, որ հնարավոր է այս իրավիճակը նաև ներսում Իրանում քաոս առաջացնել, բայց դրա հավանականությունը չկա, որովհետև կան դժգոհություններ ամեն դեպքում։ Այստեղ ես ասում եմ, որ իրենք սխալ հաշվարկ են կատարել։ Եվ շատերը հենվում են արհեստական բանականության վրա, այսպես երկրից իջած մանանայի տեղ դնելու եւ ամենայն իմացականության ինչ որ կերպար նրան տալու, բայց մոռանում են, որ այդ արհեստական բանականությունը հենվում է մարդու կողմից ներդրված տեղեկատվության վրա։ Այսինքն սեփական ընկալումները, երբ որ դու ներդրում ես ինչ-որ սարքի մեջ եւ նա այդ եղած պոտենցիալ տեղեկատվական բազայի հիման վրա վերլուծություն է անում, բնականաբար նա չի կարող հաշվի առնել այնպիսի տարրեր, որոնք տվյալ անձը չուներ, որպիսի ներդներ։ Եվ այդ տարրերից մեկն էլ դա սեփական երկրի պետության համար պայքարելու կարողությունն ու ցանկությունն է, ինչը մենք տեսանք բազմահազարանոց ցույցերով նույն Թեհրանի եւ այլ քաղաքների փողոցներում, որոնք պահանջում էին ամենակտրուկ հարվածներ։ Երկրորդը, որը իրենք սխալ հաշվարկ էին արել եւ կարծում եմ այլ ավելի սխալ հաշվարկ են արել, որի արդյունքում այս իրենց երկու շաբաթ չի տևելու եւ մի քանի օր հետո մենք արդեն կտեսնենք իբրև թե ձեռք բերված համաձայնություն, դա Իրանի ռազմական պոտենցիալի իրական գնահատումներ։ Եվ մենք տեսանք, որ այն այսպես ամենամեծ համբավի վերածված գմբեթը, հա, որ Իսրայելը որով հպարտանում էր, դա ուղղակի ցանցի տեղ աշխատեց տվյալ պարագայում ճիշտ ռազմական գործողությունների ծրագրման դեպքում։ Գումարած ես վստահ եմ, որ մի վայրկյանից դադարի պարագայում Իսրայելում իրոք ներքին ըմբոստություններ լինելու, պահանջելով Նեթանյահուի իրոք հեռացումը։ Գումարած ի տարբերություն Նեթանյահուի, որը առաջին իսկ վայրկյանից ինքնաթիռ նստեց եւ փախավ, փաստացիորեն երկրից հեռացավ, այսինքն իր բնակչությանը թողեց հարվածների տակ, ինքը գնաց փափուկ անվտանգ տեղից ինչ որ հրահանգներ տալու։ Այս երկրի Իրանի ղեկավարությունը իր ժողովրդի հետ, իր ժողովրդի կողքին է նույն վիճակում եւ նույն պայմաններում, ինչ որ իր ժողովուրդն է, եւ դա ել ավելի է բարձրացնում ժողովրդի մոտ այդ իշխանության հեղինակությունը եւ նրա հետ համատեղ կողքի պայքարելու կարողությունը։ Ինչու եմ ասում, որ սա կտևի շատ ավելի կարճ, քան Իսրայելը նախատեսել էր։ Իսրայելի հետ, երբ ասում եմ Իսրայել, ես նկատի ունեմ եւ եվրոպական համապատասխան կենտրոնները աշխատել են, ել ավելի ամերիկյան այդ բազեական համակարգը, որը գործել է։ Գնանք, միջ երկար տևելուն անդրադառնալ, նաև այսպիսի խնդիր ունի Իրանը։ Իրանի դեպքում դաշնակիցներ մենք ակնհայտ չենք տեսնում այս իրավիճակում, այսինքն բացահայտ։ Իսկ Իսրայելի դեպքում նույն Միացյալ Նահանգները եւ Արևմուտքը թիկունքում են նրա։ Այսինքն այս իրավիճակում հնարավոր չի ձեր նշած այո ժամկետները ձգվեն, այսինքն Իսրայելը Ամերիկայի գործուն աջակցությամբ միջամտությամբ այդ պատերազմը շարունակի։ Ես հիմա բացատրեմ ինչու, որովհետև իրենք հասկացան, որ այն հանկարծակի եւ ուժգին հարվածը, որը պիտի ծնկի բերեին Իրանին, չստացվեց եւ հակառակ հակընդդեմ խնդիրն է առաջացել երկրի ներսում, որը երբևէ չէին
տեսել նման ավիրացություններ հիմա տեսնում են, ընդ որում Իրանի կողմից շատ թիրախային եւ հաշվարկված հարվածների պարագայում։ Բայց նաեւ արդեն իսկ արտահոսած տեղեկատ Թրամփի, այսպես ասած, ոգևորված գրառումներից եզրակացնելով, արդեն սկսել են բանակցություններ այս պահին կանգնեցնելու, որտեղ իսրայելական կողմը հասկացավ, որ իր հաշվարկներում ինքը տանուլ է տվել, ինչպես Գազայում էր տանուլ տվել։ Եվ հիմա երկու խնդիր կա, Նետանյահուն ինքը բնականաբար չի ցանկանում պատերազմը կանգնեցնել, որովհետև պատերազմ կանգնեցնելը կնշանակի իր դեմ գործողություններից։ Նա իր սեփական մորթը փրկելու համար պատրաստ է ամբողջ տարածաշրջանը ուղակի հրկիզելու։ Բայց Թրամփին դա պետք չէ, բացարձակապես։ Սա արդեն ակնհայտ պարտություն է, ակնհայտ գոնե անհաջողություն է, պարտությունը դնենք մի կողմ, ակնհայտ անհաջողություն է, որին մասն Թրամփը ինքը բացարձակապես ցանկություն ունի։ Եթե ցանկանա կանխել, չի կանխելու։ Այսինքն այս բանը եթե Միացյալ Նահանգները ցանկանա կանխել չեն կարող։ Իրենք հիմա փորձում են ինչ-որ մի հրադադարի, ինչ-որ մի համաձայնություն ձեռք բերել։ Վստահ եմ, որ այդ ինչ-որ մի հրադադարի, ինչ-որ մի համաձայնությունը նաև Ռուսաստանի միջոցով իրենք կկարողանան ստանալ, բայց դա ամենևին չի ենթադրի Իրանի կողմից զիջումներ։ Դա բացարձակապես դրա մասին չի խոսի։ Եվ այն, որ այդ բանակցությունները գնում են եւ ինչ-որ միտեղ քայլում են, խոսում է նրա մասին, որ նախ Արաքչին դրա մասին խոսեց, որ իրենք պատրաստ են կանգնեցնելու, եթե Իսրայելը դադարեցնի հարվածները, եւ նաեւ Թրամփի, եթե չեմ սխալվում, այսօրվա թե երեկվա գրառումներ, որտեղ ինքը բացահայտում է, որ բանակցություն են գնում այդ խնդիրը ինչ-որ մի ձևով, գոնե այս պահին հրադադարի վիճակով կանգնացնելու։ Սա կարևոր է նաև, որպեսզի նույն Իսրայելը եւ Արևմուտքը վերագնահատի իրենց կարողությունները, վերախմբավորվի եւ ես ենթադրում եմ, որ նորից այդ փորձը կարվի, արդեն փաստացիորեն աշնան կողմերը կփորձեն նմանատիպ մի գործողություն անել, եթե միջանկյալ հատվածում ինչ-որ այլ զարգացումներ չլինեն։ Դուք նշեցիք Իրանի դաշնակիցներ, կան դաշնակիցներ։ Պարզապես այս этаպում նրանք մեջտեղ գալու անհրաժեշտություն չունեն, որովհետև հստակ ցանկություն կա այդ պատերազմը հնարավորինս պարփակելու, հա, այս սկսած գործողությունը ոչ թե տարածելու, այլ հակառակը պարփակելու։ Եվ դա գալիս է նաև նրանից, որ բացարձակապես ներկա պահին եւս մի ռուս-ուկրաինականի նման ռազմական սպառազինություններ կլանող հակամարտություն կողմերին պետք չէ, բացի Նեթանյահուից։ Բացարձակապես պետք չէ։ Եվ դրա համար նրանք բացահայտորեն չեն միջամտում այս գործողություններին։ Գումարած Իրանի համար Իրանը միշտ խուսափել է պատերազմներից, անգամ հեղինակության հարված ստանալու միջոցով։ Եվ մենք այսօրվա այս վիճակը կարող ենք համեմատել Ռուսաստանի վիճակին 22 թվականի աշնանը։ Մոտավորապես նույն վիճակն է։ Նաև մյուս հնարավոր դաշնակիցները այսպես հերվից դիտում են, հատկապես արաբական աշխարհը, հերվից դիտում է հասկանալու, թե ի վերջո կարողությունները, այդ թվում նաև մարդկային, հասարակական աջակցությունը ինչպիսի դրսևորումներ կտա, հետագա քայլերը արդեն էլ ավելի մեծ եւ էլ ավելի խորքային գործողությունների գնալու համար։ Չմոռանանք, որ նույն արաբական աշխարհին, հատկապես Սաուդյան Արաբիային, բացարձակապես պետք չէ այսօր արաբական աշխարհը ներառող, որտեղ հաջորդ շերտը արդեն արաբական աշխարհն է։ Արաբական աշխարհը ներառող լայնածավալ պատերազմի ծավալում, բացարձակապես։ Այսօր նավթի գները բարձրացել են այս արկածախնդրության հետևանքով, իրենք որոշել են իրենց նավթի արտադրությունը ավելացնել եւ խոստացել են Իրանի հնարավոր պակասի լրացում, այսինքն իրենք տնտեսական մեծ շահույթներ են ակնկալում։ Գումարած կներեք, իրենք միլիարդների կաշառք են տվել Թրամփին այցի ժամանակ, որպեսզի նա զերծ մնա Իսրայելին միանշանակ եւ աներկբա աջակցությունից։ Մենք տեսանք միլիարդների խոստումները, որոնք միտք ունեն ամերիկյան տնտեսության մեջ ներդրվելու եւ դա Թրամփին հերթական դիվիդենդներ է տալու, որը նա պիտի օգտագործի թե մյուս տարվա միջանկյալ ընտրություններին, որի քարոզարշավը սկսելու է սեպտեմբերի բյուջետային քննարկումներից անմիջապես հետո եւ թե հետագայում արդեն նախագահական ընտրությունների ժամանակ։ Այսինքն այս պարագայում Թրամփը եթե գնա
ակնհայտ եւ ուղղակի աջակցության, ինչը անհրաժեշտ է, որպեսզի Իսրայելը ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի հաջողություն գրանցի, դա կնշանակի զրկվել այդ ես գուցե կոպիտ հաշվարկ եմ արել, բայց 13 միլիարդից ավել ներդրում է, որը այսպես օդից կախված չէ, հա, եւ հատկապես ռազմարդյունաբերական կոմպլեքսի, որը Միացյալ Նահանգների հիմնական այսպես ուժերի գեներացման եւ տնտեսության վերականգնման գեներատորն է միշտ եղել եւ ուժերի գեներացման, որտեղ իրենք նպատակ ունեն մի քանի տարվա ընթացքում համալրել սպառազինությունների բազան, որը վերացել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում եւ որի պատվերները իրենք ունեն ամբողջ եվրոպական եւ այն 50 քանի երկրներից, որոնցից այսպես պահեստներից կալպում էին բոլոր հնարավոր զենքերը եւ դրա փոխարեն առաջարկում սեփական արտադրության զինատեսակները եւ դա օգտագործել Չինաստանի դեմ։ Այսինքն այստեղ մի քանի ծրագրերի համադրում է եւ Թրամփին անձնապես որպես իշխանության ղեկին կանգնած եւ իր հետ նույնակերպ մտածող մարդկանց բացարձակապես ձեռնտու չէ լայնածավալ պատերազմը այն պարագայում, երբ որ Իսրայելի պաշտպանական կարողությունները ամենաթույլ ձևով իրենց դրսևորեցին։ Հիմա Իսրայելի մեկ այլ աջակցի մասին տպավորություն է, որ Ադրբեջանը չի ցանկանում ամեն դեպքում հայտարարել են բանակցություններ կար մինչ այդ Իրան-Ադրբեջան, որը երբևէ չի խառնվի եւ որպես երրորդ երկիր չի օգտագործվի Իրանի դեմ, բայց վերջին օրերին մենք տեսնում ենք տելեգրամյան ալիքները Ադրբեջանը ինչ ողջավորությամբ են խոսում իսրայելական հարվածների եւ փոխարենը իրանական ձախողումների հարվածների մասին ու դրան զուգահեռ նաեւ կա տեղեկատվություն, որ նաեւ վառելիքը իսրայելական զենքի հենց Ադրբեջանից է։ Այո։ Այս ամենը արդյոք Իրանում դիտարկվում է ինչ-որ ձևով եւ հնարավոր է, որ Ադրբեջանը այս թեկուզ կարճ ժամանակահատվածում ինչ-որ ձևով ներքաշվի, թե այդ սպառնալիքը Իրանը չի դիտարկում։ Իրանը դիտարկում է այդ սպառնալիքը եւ ես դրա մասին բազմիցս խոսել եմ, որ այս ամբողջ մեծ ապուրը, որ եփվեց հանուն որի Արցախը նվիրաբերվեց Ադրբեջանին, նպատակ ուներ նաեւ Ադրբեջանում, այսինքն նպատակը նա էր, որ Ադրբեջանը պետք է հյուսիսից ի վերջո հարվածի Իրանին, երբ որ այդ մեծ Իսրայել-Իրան բախումը լինի եւ դա նախատեսվում էր, որ պիտի լինի մոտավորապես 22 թվականի կողմերը, հա, 22 թվականի վերջ, 23-ի սկիզբ այդ հատվածում, բայց զարգացումները ռուս-ուկրաինական ճակատում եւ մեր մոտ նաեւ սեպտեմբերյան զարգացումները այն ճանապարհով չգնաց, ինչ որ նրանք ցանկանում էին, ինչը արհեստականորեն ձգձգեց այդ գործընթացը։ Հանձնառությունը Ալիևը ունի, Թուրքիան էլ ունի մասնակցելու, իրենց զինում են, մինչ օրս հանդուրժում են, հա, իրենց այսպես ասած բռնատիրական եւ ամենասարսափելի մարդու իրավունքների եւ ընդհանրապես որևէ հասարակական կարգի խախտման այդ բաները իրենք հանդուրժում են, խոսքս առաջադեմ կոչված Ադրբեջանում է։ Առաջադեմ կոչված արևմուտք կոչեցյալը հանուն նրա, որպեսզի Ադրբեջանը ի վերջո իրականացնի այդ գործողությունը։ Եվ պատահական չի, որ այսօր բոլորը այսպես սպասում են տեսնեն ով ինչպես եւ արդեն առաջին իսկ օրվա այդ հարվածներից եւ այն, որ Իսրայելի այդ գմբեթը բացարձակապես այն ձևով իրեն չդրսևորեց, ինչ որ իրենք ակնկալում էին, դա էլ ավելի զգուշավորություն բերում։ Այն, որ Ադրբեջանը եւ Ալիևը ունի այդ հանձնառությունը միանշանակ է, որովհետեւ 44 օրից հետո ակտիվորեն նրանք ձեռնամուխ եղան այնպիսի օդանավականներ եւ ճանապարհներ կառուցել, որը բացարձակապես փաստացի անմարդաբնակ դարձած տարածքում կիրառելի չէր այդ հսկական ֆինանսական ներդրումները, ինչ որ նպատակ պիտի ծառայեն։ Եվ այն, որ մենք նաև մինչ օրս չունենք տեղեկատվություն, որ այնտեղ տեղափոխված այդ ահաբեկչական խմբերի անդամները ինչ որ միտեղ անհետացել են եւ այնտեղ այսպես պահեստային վիճակում սպասողական վիճակում գտնվում էին, դա եւս ապացուցում էր այնտեղից որոշակի գործողություններ լինում։ Դրան զուգահեռ իսրայելական հետախուզական կետերի հաստատումը եւ նրանց գործունեությունը։ Դրան ավելացնենք
Զինվելը Անընդհատ ռազմական այդ սպառազինությունների հոսքը այն պարագայում, երբ որ նույն սպառազինությունները իրենց շատ պետք է թե Գազայում, թե այսքան Պաղեստինում, թե Սիրիայում իրենց գործողությունների համար։ Եվ նաև չմոռանանք, որ մինչ օրս ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը, եթե ես չեմ սխալվում, ըստ տարածված տեղեկատվության, նույն Իսրայելի զինատեսակների համար օգտագործվող նավթարդյունաբերական նյութերի 40%-ից ավելին Ադրբեջանն է ապահովում։ Թուրքիայի միջոցով ընդ որում։ Թուրքիայի, որը մեծաբերան հայտարարում է, որ ինքը Պաղեստինի ժողովրդի կողքին է կանգնած։ Այսինքն այս հարաբերությունները մշտապես կա, ծրագիրը կա, պարզապես պահը այն չէ, եւ Բուն Ալիևին, հիմա բացատրեմ, Բուն Ալիևին բացարձակապես հիմա պետք չէ դա, որովհետեւ ինքը շատ լավ գիտի, որ ինքը իր իշխանությունը պահում է այդ հակահայկականության արհեստականորեն ձևավորված կերպարի եւ սպառնալիքի ներքո եւ իր երկրում բոլոր հնարավոր ազատությունները ոչնչացնելու միջոցով։ Այսինքն, եթե ռազմական գործողություններ են լինում, նշանակում է երկրում հնարավոր քաոտիկ վիճակ է եւ բնականաբար սասանվում է իր իշխանությունը։ Եվ ռազմական գործողություններ սկսելու դեպքում այս պարագայում, երբ որ իրենք միանշանակորեն չեն տիրապետում Իրանի ռազմական պոտենցիալին, Հայաստանի հետ կապված իրականացնի ինչ-որ գործողություններ։ Ոչ, դա լինելու է համատեղ, այսինքն Հայաստանի դեմ գործողությունը լինելու է արդարացում Իրանի դեմ գործողություններ սկսելու։ Այսինքն դա համատեղ է լինելու։ Ես կարծեմ այստեղ էլ բացատրել եմ, որ Հայաստանը այն խայծն է լինելու, որը երկրորդ ճակատ, կոչենք դա երկրորդ ճակատ, պիտի բացի թե Ռուսաստանի դեմ, թե Իրանի դեմ։ Որտեւ Հայաստանի վրա հարձակումը, խոսքը պատահական չի, որ հիմա Մեղրի միջանցքի մասին հանգարց նորից հիշեցին կամ Զանգեզուրի միջանցքի մասին հանգարց նորից, այսպես ջրի երես հանեցին, այսինքն ինքը երբեք չի վերացել, պարզապես խոսույթը մեջտեղ է գալիս եւ դրա համար ռազմաքաղաքական հարմար պայմաններ կամ արդեն ծրագրային առումով նախատեսումներ են։ Պատահական չի մեր կառավարության ղեկին նստած հրաշքը մի քանի օրից պիտի այցելի իր ակնհայտ տիրոջը, որի թելադրանքով պիտի շարունակի գործել եւ մեր երկրում փորձել ներքին պառակտումներ ու տարբեր խնդիրներ առաջացնել, ել չեմ ասում ծրագրված քայլերի հաջորդականություն, որի արդյունքում մենք տեսանք եւ պարտություն Արցախյան պատերազմում եւ Արցախի հայաթափում եւ կորուստ եւ նաեւ փաստացիորեն 21-րդ դարում հայ ժողովրդի ցեղասպանության եւս մի դրվագի ինքներս ապրեցինք դրանում։ Եվ այստեղ խնդիրն անում է, որ Հայաստանը շատ հարմար թիրախ է այդ առումով։ Հայաստանի վրա հարձակումով երկու խնդիր են լուծում։ Եթե ռուսական կողմը իր պայմանագրային պարտավորություններին համապատասխան միջամտում է, այդ պարագայում սկսվում է ռազմական գործողության, ներքաշվում է ռազմական գործողության մեջ, բացվում է երկրորդ ճակատ Ռուսաստանի դեմ, որը բնականաբար մեծ խնդիրներ է առաջացնելու պետության համար ընդհանրապես։ Երկրորդ, եթե նա չի ներքաշվում, ապա իշխանությունների համար արդարացում է տալիս պահանջելու բազայի հեռացում եւ ընդհանրապես Ռուսաստանի այդ պայմանագրերի չեզոքացում, հա, այսինքն դրանով կատարում են արևմուտքի պահանջը եւ թուրքերի ցանկությունը։ Եթե այդ հարձակումը լինում է եւ Իրանը նշել է, որ նա թույլ չի տալու աշխարհագրական այս արկա սահմանների փոփոխություն, եւ Իրանը չի կանխում որևէ ձևով, ապա ստացվում է, որ հարավը Հայաստանի անջատվում է եւ մեծ պանթուրքական այդ ծրագիրը կյանքի է կոչվում։ Դա սարսափելի անվտանգային ռիսկերով է հղի Իրանի համար նույն ատրպատականի օգտագործման միջոցով։ Եթե Իրանը ներքաշվում է, նշանակում է նա երկու ճակատով է կռվում, իսկ դա մեծ խնդիրներ է առաջացնելու։ Եվ մենք այս ընթացքում չլսեցինք, որ այս մեր հարավում, հա, եւ Ադրբեջանի հարավում արկա զին ուժերը որևէ տեղ տեղափոխվել են, որտեղ իրենք շատ լավ են հասկանում այդ երկրորդ ճակատի վտանգավորության աստիճանը եւ նրա խիստ քրիտիկական լինելը իրենց հնարավոր եթե ոչ հաղթանակի, ապա վտանգի չեզոքացման տեսակետից։ Այսինքն այս առումով մեր իշխանությունները Հայաստանը դրել են խայծի տեղ։
այս իրենց վարած քաղաքականության արդյունքում։ Իսկ ինչ պետք է աներ Հայաստանի իշխանությունը այս իրավիճակում, որ չի անում։ Հայաստանի իշխանությունը նախքան այս իրավիճակը չպիտի թույլ տար եւ ընդհանրապես турք չտար այդ արևմտյան ծրագրերին, որը ինչ տրանզիտային խոստումներով փաստացիորեն դրա հազարապատիկ ավելի զուտ տնտեսական եկամուտի տեսակետից նայելու հայկական պատմական տարածքը չնվիրաբերեր Ադրբեջանի սկզբի վրա։ Այս իրավիճակում ինչ պետք է հիմա անի այս իրավիճակում նա ոչ թե պետք է գնար Թուրքիայի հետ ինչ որ հարցեր քննարկելու անհասկանալի, դա ցույց է տալիս, որ իրենք դեռ այն ծրագրի շարունակականությունն են փորձում ապահովել, որով իրենք եկել են իշխանության, այլ պիտի ակտիվացներ իր դաշնակցի հետ հարաբերությունները, փորձեր այլ ավելի զինավարժությունների եւ այլ կարգի գործողությունների միջոցով ցույց տալու, որ հայկական զինուժը պատրաստ է դիմակայելու ցանկացած սադրանքի։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք հակառակը մեր մնացած հենասյուներից ամենադարավորի սասանման գործողություններ, որը ցույց է տալիս, որ այս իշխանությունները ուղղակի կամակատարի ձևով հլու հնազանդ կատարում են այն բոլոր թելադրանքները, ինչ որ գալիս է դրսից, որի նպատակն է հայ ժողովրդին ուղղակի ծնկի բերել եւ ենթարկացնել արևմտյան նպատակների եւ դրա իրագործման առումով ծրագրված թուրք-ադրբեջանական ամբողջ ցանկությունների իրականացմանը։ Բայց մի քանի օր ինչ Իրան-Իսրայել պատերազմն է ընթանում, Փաշինյանը այդ մասին այլևս չի խոսում եկեղեցու հետ կապված։ Գուցե այլևս չխոսի։ Դրա հետ կապահանարված չէ, այլ այն, որ նա հասկացավ, որ առաջինը հանրային որևէ աջակցություն չկա եւ հակառակը այլ ավելի մնացած հեղինակության փշրանքներն էլ ոչնչացան, գումարած այն ուժերը, որոնց վրա նա հույս էր դրելիս, դրանք աղանդավորական կազմակերպություններն էին, դրանց անդամների մի մասը երևի թե հայությունը խոսել է մեջները, իրական հայությունը, եւ չեն սատարել այդ ծրագրին, մյուս մասն էլ սեփական գոյությունը չվտանգելու համար եւ երևի թե դրսից եկած հրահանգներով գնահատելով իրավիճակը, որ դա իրենց համար շատ ողբալի արդյունքի է բերելու, նրանք հետ են քաշվել ընդհանրապես որևէ սատարումից այդ ծրագրին, այսինքն ինքը մնացել է ձեռնունայն եւ օրենքի տեսակետից նախախտել է թե սահմանադրությունը, թե գործող օրենսդրությունը, թե քրեական օրենսգրքի պահանջները եւ թե իր քաղաքական կշխի հեղինակության տեսակետից բացի կորստից որևէ ձեռքբերում չունի եւ այն ուժերը, որոնց վրա նա փորձում էր հենվել, գիտեք, նրանք շատ ավելի վարկաբեկված են, քան ինքը կարող էր ենթադրել, այսինքն սա նաեւ ի ցույց դրեց, որ այդ միջոցը չի աշխատելու ժողովրդի մոտ եկեղեցին բոլորովին այլ արժեք ունի, դա ամենակրոնական հավատքի խնդիր չէ, դա ինքնության հենասյուն է, հազարամյակներով ձևավորված եւ անգամ գենետիկ մակարդակով հայի մեջ մտած եւ իր ցանկությունը հայի մտածելակերպը, գոյության հենքերը, դրա գենետիկ կոդը փոխել, դա չի ստացվում նման խղճուկ երևույթի, որը միայն թշնամու օրակարգով է առաջնորդվում եւ սեփական ժողովրդին ստրկացնելու, թուլացնելու, հնազանդեցնելու, չես հասկանում, ինչ մի ուղղակի անգո, հա, արժեքային համակարգով սնելու կամ որկորային մտածելակերպով նրան ինչ-որ մի զանգված ստեղծելու այդ գաղափարը ոչ միտեղ չի գնալու։ Հայ ժողովուրդը ունի, չգիտեմ, տասնյակից ավել հազարամյակի պատմություն եւ անցել է հազար ու մի թոհուբոհով եւ այն արժեքային համակարգը կամ հենասյունային համակարգը, դիմադրողականության այն համակարգը, որ ձևավորվել է, որը միշտ չի, որ մենք տեսնում ենք ակնհայտ եւ անմիջական դրսևորումներ, բայց ի վերջո իրեն ցույց է տալիս ի գործողության մեջ, որի ականատեսը մենք եղանք թե Սարդարապատում, թե հայրենական մեծ պատերազմի ժամանակ եւ թե Արցախյան առաջի ուրեմն պատերազմում, դա կներեք նման խղճուկ գաղափարներով չի կարող վերափոխվել։ Դա կարող է ժամանակավորապես մարդիկ ինչ որ իրենց հեռու պահեն նման հարցերի քննարկելուց ու պաշտպանական այդ վահանը իրենց վրա քաշելով եւ դա թույլ է տալիս անտարբերության այդ շերտ ընկալել, սակայն դա ավելի ինքնապաշտպանական ինչ որ մի երևույթ է, բայց ի վերջո դա դրսևորվում է եւ այն որ անգամ այդ աղանդավորական
կազմակերպություններից ոմանք անմիջապես, որոշները անմիջապես եւ նրանց անդամներից ոմանք բացարձակապես ցանկություն չունեցան նման արկածախնդրության մասնակցել, դա ցույց է տալիս, որ այդ ամուր, կուռ արժեքային հենքը, որը մեկ բաղադրիչից չի կազմված եւ որը շատերի համար անհասկանալի է, որտեղ անդադ փորձում են տրորել, նսեմացնել, ստորացնել, ոչնչացնել, նա հանկարծ այսպես ծիլ է տալիս եւ եթե չեմ սխալվում, կարծեմ Սարոյանն էր ասել, չէ, որ եթե երկու հայ հանդիպեն ապա նորից ժողովուրդը կվերականգնի, սա պատահական չէ։ Այստեղ մենք խնդիր ունենք ինքներս մեր կարողությունները ճիշտ գնահատելու եւ արժեվորելու, դա շատ կարեւոր է։ Մեզ տասնամյակներով ներարկել են եւ դա եղել անգամ հետևենք տեսնենք Փաշինյանի հայտագայս գործընթացներն կշարունակի թե չէ, որ հասկանալի, արդեն ինձ թվում է բանը ծանցել է, ուղղակի մենք պիտի հասկանանք, որ մեզ անգամ հարյուրամյակով ներարկել են, որ այսպես քաղաքակիրթ Եվրոպան, քաղաքակիրթ Արևմուտքը, որ մենք արժեք չենք ներկայացնում, մեր ունեցածը քիչ է, մեր ունեցածը չնչին է նրանց համեմատ եւ մերը չուսուցանելով, չիմանալով, չգիտակցելով, չարժևորելով նրանցը կարևորելը դարձել է այսպես եւ նրանցը կուրքի աստիճանի հասցնելը, դա ներկայացնել որպես ամենաբաղձալի անմանանան, որին պիտի հասնել, դա ի վերջո ցույց է տալիս անգիտության այն աստիճանը, որը ներարգում է բնակչության եւ հասարակության մեջ իրենց տիրապետությունը սահմանելու համար առանց հասկանալու, որ այդ նույն արևմտյան արժեք կոչվածների մեծ մասի արմատներում նաև մեր քաղաքակրթության արժեքներն են կանգնած, որը ժամանակի ընթացքում մեր նույն վաճառականների եւ այնտեղ տեղափոխված հայազգի բնակիչների կողմից տարվել, տարածվել եւ ներդրվել է եւ այսօր դա մեզ փորձվում է այսպես ոսկեգույն ժապավեններով ներկայացնել եւ դա թափահարելով մեր քթի առաջ մեր սեփական հայրենիքի հատվածները նվիրել թշնամուն իրենց նպատակներին ծառայեցնելու համար։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։